Արցախի 12A բնակարան 2։ Այստեղ է ապրում քաղաքացի Ռիմա Գրիգորյանը։ Նրա գործի քննության ընթացքում է օրենքի կոպիտ խախտման համար դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանն անցել վաղաժամկետ չվաստակած թոշակի։ Նրա դեմ արդարադատության խորհուրդը կիրառել է ամենախիստ պատիժը, ըստ ամենայնի նաև այն պատճառով, որ արդեն նախկին դատավոր Մերանգուլյանը մինչ այս էլ փայլել է օրինախախտումների պրակտիկայով եւ մեկ անգամ չէ որ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ Արդարադատության խորհուրդը դա սահմանադրական մարմին է, որի սոցիալական նշանակությունը եւ դերակատարումը կայանում է դատական իշխանության անկախության ապահովման այս խնդիրները ապահովելու մեջ։ Մասնավորապես արդարադատության խորհրդի կազմի մեջ են մտնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված 5 տարի ժամկետով 9 դատավորներ եւ Հանրապետության նախագահի ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան գիտնական։ Եթե փորձենք տեսականորեն խմբավորել արդարադատության խորհրդի լիազորությունները, կարող ենք պայմանականորեն տեսական առումով երկու խմբի մեջ դասակարգել։ Մի խումբ լիազորություններն ուղղված են դատական կորպուսի ձևավորման, այսինքն կադրային հարցերին, ովքեր են դատավոր նշանակվում, ինչ կարգով են նշանակվում եւ ծառայական առաջխաղացումը վերադաս դատարաններում նշանակվելու ինչ կարգով է տեղի ունենում։ Եվ երկրորդ խումբ լիազորությունները կախված են դատավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանության ենթարկելու այս հիմնախնդիրների հետ։ Ինչևէ ներկայացնեմ ուշագրավ դատական գործի էությունը։ Կտակի շուրջ վեճը Ռիմա Գրիգորյանի եւ նրա եղբորորդի Հայցվոր Հրանտ Գրիգորյանի միջև առաջին ատյանի դատարանը լուծել է հոգուտ պատասխանողի։ Այսինքն դատարանը որոշել է, որ կտակն անվավեր ճանաչելու Հրանտ Գրիգորյանի հայցը անհիմն է։ Վերջինս վճիռը բողոքարկել է նաեւ մյուս ատյաններում եւ հաջողության չհասնելուց հետո նոր հայց է ներկայացրել Էրեբունու առաջին ատյանի դատարան դատավոր Մերանգուլյանի դատին հանձնելով նույն վեճը, պնդելով թե իբր գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Այս անգամ հայցը բավարարվել է։ Առաջի վճիրնա 2008-ի որ Սամվել Թադևոսյանը վճռակացի օգուտ մամայի քանի տայա Մերանգուլյանի ձեռքն է այս գործը։ Մերանգուլյանի անօրինական վճիրը մերներ ջանի տա։ Ամենա վերջին հեսա օրինականն է տամ կկարճել այո կորճած եղել գործը։ Այս դրա համար այն կպատժվի։ Մերանգուլյանը ընդհանրապես մեզ ձեռ արհամարեց։ Ինչ էր անում ես չեմ հասկանում։ Դոկտոր լավ է գրել որ դատավորները իմանան ինչ են անցնում։ Ուղղակի այնց արավ կարդացեց վճռը։ Այնց կարդացու փախավ։ Ես մտածեցի որ ինքը նորից հետ է բողոքս ուղարկել եմ, ես ուղարկել եմ, շատ չեմ ամաչում, Մերանգուլյանի վճիռ, որ ինքը օրինական, ինքս այստեղ պետք է այդ ինքը կարճել է, դες կարճել է գործը, Մերանգուլյանն ինքը, դա այստեղ նոր վերջնես անօրինական վճիռն է կայացրել, այս դրա համար է, ինձ վճռաբեկը իրա փոսը փորել, այսքանիկ դա իրա փոսը փորել, վճռաբեկի որոշումները հետ դարձնելու, Գրիգորյան Էրանտի ամեն երկու անգամ հետ դարձնելու։ Փաստացի նույն անձանց միջև նույն գործով նոր հայցադիմում է ընդունվել, երբ արկա է եղել դրա վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Իսկ սա քաղաքացիական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է։ 5 տարվա դատական քաշքշուկից հետո Ռիմա Գրիգորյանի վերաբերմունքը հայրենի արդարադատության նկատմամբ արմատապես փոխվել է։ Բա որ ստացանք վճիռ, բան Գերագույնի վճիռը, որ տվեց, որ գործը հետ ավերադարձում օրենքի ուժի մեջ։ Ոնց կուրախանաս։ Չգիտեմ ոնց կուրախանամ, աշխատավարձանալ չուրախանամ, շորի կոչի տանելու չի ուրախանամ։ Դեսա, մերնա վճռաբեկին, հեսա երկրորդ տանը որ որոշում կայացնի։ Ուշագրավ վիճակագրություն, որը գուցե վկայում է մեր երկրում արդարադատության որակի բարձրացման, անկախության, արդարադատության խորհրդի արդյունավետ աշխատանքի մասին։ Այսպես, միայն անցյալ տարի կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 22 դատավոր, այսինքն նրանց 10%-ը։ Համաձայն եք, որ տպավորիչ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ օրինակ 2008-ին միայն մի դատավոր է աչքի ընկնել օրինախախտությամբ։ Մյուս կողմից 2012-ին քննված շուրջ 80,000 գործի դիմաց դատավորի կամայականության 22 դեպքը հազիվ թե իրական պատկերի ճշգրիտ արտացոլումն է, որ դեպքեր կարող են ավելի շատ եղած լինել արդարադատության խորհրդի անդամներն էլ չեն ժխտում։ Իդեպ այս տարվա տվյալով էլ կարգապահական տույժ է կրել արդեն 8 դատավոր, այդ թվում Ալեքսանդր Մերանգուլյանը։ Այո, արդարադատության խորհուրդը դա սահմանադրական մի մարմին է, որ այսօր իզորու է իր արժեվ դրված խնդիրները լուծել եւ բավական աշխատանք կատարած, թեպետ չենք կարող չասել, որ կան բավական խնդիրներ, կան թերացումներ, նաեւ բացթողումներ կամ հարցեր, որոնք կարող են ավելի լավ լուծվել։ Դատավորների կարգապահական տույժը ենթադրում է աշխատավարձի 25%-ի պահում 6 ամսից 1 տարի ժամկետով, իսկ դատավորի աշխատավարձը մեր երկրում տատանվում է 450,000 դրամից 1 միլիոնի եւ ավելիի սահմաններում։ Օրենքը շրջանցելու համար ստացվող ձախ հոնորարների համեմատ սա գուցե չնչին գումար է, բայց գործունեության վրա մեծ բիծ հաստատ թողնում է։ Արդարադատության խորհրդի որպես սահմանադրական ինստիտուտի գոյությունը կանխարգելող նշանակություն
նշանակություն ունի, որտեղ յուրաքանչյուր դատավոր գիտակցում է, որ իր վարույթում քննվող գործով արդարադատություն իրականացնելիս, եթե թույլ տա օրենքի կոպիտ էվական հետ խախտում, նա կենթարկվի համապատասխան կարգապահական ներգործության միջոցների։ Արդարադատության խորհրդի անդամները հումորով են վերաբերում մեկնաբանություններին, թե դատավորի նկատմամբ վարույթը միայն ձևականություն է եւ որպես կանոն գործը չի հասնում տույժի կիրառման։ Թեև կան դեպքեր, երբ արդարացիորեն վարույթն իսկապես կարճվում է։ Դեպքեր են ունեցել, բավական դեպքեր են եղել, երբ որ դատավորին այդ հնարավորությունը ընձեռվել է, պաշտպանվել եւ նա կարողացել է խորհրդին համոզել, որ վարույթը կարճվի։ Ինչպես է արդարադատության խորհուրդը տեղեկանում այս կամ այն դատավորի կամայականության ու օրինախախտման մասին։ Գուցե շատերի համար անսպասելի հնչի, բայց հենց քաղաքացիների դիմում բողոքների հիման վրա Գրիգոր Բադիրյանը չի թաքցնում, որ խորհրդի հասցեով յուրաքանչյուր ամիս ստացվում են այդպիսի հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր ծրարներ։ Վազգեն Սարգսյան 5. Այս հասցեն պետք է լավ հիշեն բոլորը։ Այստեղ է պետք բերել բոլոր այն դիմում բողոքները, որոնք դժգոհություն են բովանդակում, ասենք ձեր գործի առնչությամբ դատավորի անօրինական քայլերի մասին։ Արդարադատության խորհուրդը կարգապահական հանձնաժողովի միջամտությամբ ուսումնասիրի բողոքի հիմնավորվածությունը եւ համարժեք քայլեր կձեռնարկի։ Պետք է ընդհանրապես դրսևորել քաղաքացիական հասարակության անդամին վայել կամք ու խիզախություն եւ օգնել արդարադատությանը աշխատել։ Ես շատ գոհ եմ, որովհետև ի վերջո զգացինք էլի, որ կա արդարություն, էլի, իսկականից։ Այո, արդարություն կա, մարդիկ դու երբեք չհուսահատվեն։ Գնալ մինչև հետինից 10-15 տարի պետք է։ Ինքնանպատակ դնել դատավորներին շատ դատավոր կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ պատժելը դա սխալ է մի կողմից։ Մյուս կողմից մենք ունենք նաեւ եւ ի շարունակումս այս մտքի կա դատական գործերի միջամտելու անթույլատրելիության սկզբունք, որի երաշխավորը եւս պետք է իր չափով արդարադատության խորհուրդ հանդիսանա դատավորների անփոփոխելիության, դատավորի անձեռնմխելիության եւ այլ եւ այլ։ Սրա կողքին կա նաեւ մեկ այլ սկզբունք, որ յուրաքանչյուր դեպք, երբ որ դատավորի կողմից թույլ է տրվում օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, դա էլ անպատասխան չմնա եւ անհետևանք չմնա, որովհետեւ յուրաքանչյուր այդ խախտման հետևում մարդկային ճակատագրեր են։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրան Գյուն։